Ողջույն բոլորին, բարի գալուստի Մալիկ։ Ես որոշել եմ, որ բացեմ մեկ այլ ալիք նվիրված վլոգներին, քանի որ իմ մյուս վլոգների տակ դուք միշտ ցանկանում եք դիտել իմ վլոգները, բայց ես ցանկություն չունեի նկարելու այս ֆորմատը, քանի որ շատ են ցանկացողները, բացի այդ իմ կյանքում շուտով լինելու են իրադարձություններ, որոնք ես ուզում եմ պահպանել, ես ուզում եմ դրանք պահպանել վիդեո ֆորմատի տարբերակով։ Այս պատճառով որոշեցի, որ կունենամ ես վլոգային ալիք, բայց այն այդքան էլ հարուստ չլինի, այսինքն ես խոսք չեմ տալիս, որ ես այստեղ կտեղադրեմ շատ հոլովակներ, քանի որ ես ֆիզիկապես չեմ հասցնում։ Եթե նկատել եք, իմ կյանքում փոխվել են իմ մազերի գույնը, դա կնկատեն իմ հին հետևորդները, իսկ եթե նոր հետևորդներ եք եւ ձեզ համար հետաքրքիր է տեսնել իմ կյանքը Չեխիայում, բարի գալուստ, համեցեք, դե ինչ վլոգը համարում ենք պաշտոնապես սկսված։ Ես սպասում եմ ձեր լայքերին, մեկնաբանություններին եւ կխնդրեմ, որպեսզի հետևեք ալիքին, քանի որ եթե ալիքում չլինեն բավականին ակտիվ հետևորդներ, ես հարկ չեմ համարում, որ այն պետք է ուղղակի պահպանել։ Այդ իսկ պատճառով դե ինչ կլինի իմ ալիքում, կախված է միայն բացառապես ձեզանից։ Քանի որ ես եկել եմ 10 րոպե շուտ, պետք է նստեմ եւ սպասեմ, շուտ չի թույլատրվում մտնել։ Սա մանկապարտեզի մուտքն է, ներքևում Սուրենն է, վերևում Լևոնն է։ Անցյալ տարի Լևոնը գտնվում էր մյուս կողմ այնտեղ։ Հիմա երկուսն էլ այստեղ ենք, սպասեմ, երբ որ կլինի ուղիղ 12:15 րոպե, ես կմտնեմ ներս։ Եթե մոռացել եք, Լևոնը իմ ավագ որդին է, Սուրենը իմ կրտսեր որդին է, ավագ որդիս շուտով կլինի 6 տարեկան, փոքրը կլինի 4։ Նրանք երկուսով հաճախում են մանկապարտեզը ու բավականին սիրում են իրենց մանկապարտեզը։ Ես իրենց հիմնականում, ճիշտ, իրանք միշտ մնում են քնելու այստեղ եւ իրենց հետևից գալիս եմ 3:30, բայց քանի որ իրանք ուղիղ 1 ամիս դպրոցում չեն եղել, մանկապարտեզում չեն եղել, քանի որ հիվանդ են, հետո էլ որ լավացան ես էի վախենում բերել այստեղ, որովհետեւ այդ վիրուսը որ տարածվել էր, ուղղակի ինքը սարսափել էր ու երեխաները երկրորդ անգամ որ ձեռք էին բերում նույն բանը։ Դրա համար որոշեցի ավելի լավ պահեմ երեխեքին տունը, թող հիվանդությունը անցնի, գոնե մի քիչ։ Նոր իրանք կգան մանկապարտեզ։ Հիմա եկել են մանկապարտեզ ու առաջին օրն է, ես չի կարա իրենց թողի առաջին օրը, որպեսզի քնեին։ Եթե ունեմ հնարավորություն իրենց տուն բերելու, բերում եմ։ Մի շաբաթ իրանք կգան տուն, իսկ արդեն երկրորդ շաբաթից կմնան ու կքնեն այստեղ։ Co masz pro mnie? Sidička. Rypačem jde. Չեք գնացել ենք շատ ասկեր է, ապրած դակնվի։ Այս Սուրեն, դասի տեղում այսօր լավ էր, հավես էր, դուրդ եկավ, լավ էր դասի տեղ այսօր, պատվեր ունեմ, եկել եմ պատվերս վերցնեմ, գնացինք բացենք տնենք ինչ ամեջը։ Եկել հասել է մաքրության ժամը, հիմա պետք է այստեղ ինչ տեսնում եք, սրանք ամբողջությամբ դեն են նետվում, քանի որ որոշների ժամկետներն անցել եմ, որոշներ օգտագործել եմ ու մի փոքր sense պահել եմ, այն ժլատների նման, որ լինում է քծիբներ, ժլատ չէ, քծիբների նման, որ ասում եմ, հալով մի քիչ հաթոմանակ օգտագործեմ ու չեմ օգտագործել։ Մի խոսքով ու մնացած ժամկետն անցել է, եթե չեմ օգտագործել մի 2 ամիս, ինձ թվում է դրանից դեռ չի օգտագործելու։ Չեն դες ինքս ինձ լավ ճանաչում, բայց ամենը չգիտես ինչու սիրում եմ հավաքեմ, պահեմ, վերջում հանեմ, թափեմ, այդ իմ բնավորությունը ընդհանրապես չեմ սիրում, պետք է փորձել ուղղվել, ինչը պիտանի չէ, պետք է միանգամից դեն նետվի, եթե առաջին 2 ամիսները չեն օգտագործվում, ուրեմն հետո էլ վապ չեն օգտագործվի։ Այդ իսկ պատճառով դեն եմ նետում մի 2 անգամվա գլուխ լվանալու շամպունը Դերկոսի մազաթափության դեմ, ինձ դուր եկավ շատ լավն է, բայց հիմա ուրիշ բան եմ օգտագործում։ Ուրիշ շամպուն գույնի համար եմ օգտագործում, որ մազերից գույնը չթափվի, իսկ մազաթափության համար ամպուլներ եմ օգտագործում, մի խոսքով, սա հետ է գնում։ Այս շամպունին ինձ ընդհանրապես դուր չեկավ, ինքը նախատեսված էր յուղոտ մազերի համար, բայց ես չհավանեցի եւ ոչ մեկին սա խորհուրդ չեմ տալիս, եթե մտածում եք, որ յուղոտ մազի համար այս թանկարժեք շամպունը կօգնի, ապա չէ, ժողովուրդ չի օգնում, լավ չի։ Այստեղ ունեմ նաեւ 2 շիճուկ սալիցիլաթթվով, քանի որ իմ աշկու պրոբլեմատիկա ես օգտագործում սալիցիլաթթու, բայց այս մեկը եթե նկատեք, քիչ է մնացել, շատ քիչ, այսքան է մնացել մեջը, չեմ օգտագործել սա, ժամկետն անցել արդեն։ Ինչպես նայ սրա ժամկետն անցել, ստեղ էս էլ այսքան է մնացել տակը։
Մի խոսքով այս տարի մաշկիս վիճակը մի քիչ նորմալ էր, այդպես կարիքը չեղավ էր սալիցիլաթթվի։ Վիշի էս կրեմը վերջացել է, չգիտեմ խի եմ պահել էս դատարկամանը այս շարքից է, իրար հետ շատ լավ են աշխատում։ Երկուսն են սալիցիլաթթու են, բայց իրար հետ օգտագործել կարելի է։ Ինչպես նաև դենեմ նետելու նիացինամիդով էս շիճուկը L'Oreal-ի ինքը ամբողջ ձյամլիկն է, ընդամենը այսքան եմ օգտագործել, երևի թե կամ ավելի քիչ եմ օգտագործել, ասենց հա քիչ եմ օգտագործել, նա կողքեր արդեն ինչ է եղել։ Սա դենանետվում, ինչպես նաև դենանետվում այս տոնիկը, բայց այս տոնիկը ինքան շատ եմ սիրում։ Իմ այդ քծիբության պատճառով ես կարող եմ մի 10 օր էլ սրանով նորմալ դեմքս մաքրել։ Այսա արդեն երևի 4-ն է թե 5-րդն է իմ կյանքում, որ օգտագործում ու ես իսկապես հավանում եմ սա։ Մաքրում է ծակոտիները, դեմքին տալիս է առողջ փայլ, դեմքը չի կարմիրում, չի մռմռում, ընտիր բան է։ Եթե ցանկանում եք լավ տոնիկ, ուշադրություն դարձրեք իր վրա, ես ձեզ իսկապես սա խորհուրդ եմ տալիս։ Պետք է նաև դասավորվի այս հատվածը, միայն կոմոդի վերևում եկել առաջին դարակի զարդատուփը, պետք է դասավորվի ալճից զարդատուփերը։ Հիմա ես կմաքրեմ այս հատվածը, բայց հատիկ ցույց չեմ տալիս ոնց եմ մաքրում, միայն շուշուտ այստեղ մաքրեմ ու երբ որ հերթը հասնի օծանելիքներին, այն ժամանակ ձեզ մոտիկից ավելի ցույց կտամ օծանելիքները։ Ես որոշեցի այստեղից դուրս հանեմ իմ հայլին, քանի որ ընդհանրապես այն չեմ օգտագործում եւ միայն կփորձեմ թողնել օծանելիքը եւ երևի թե մի երկու տենց բան, շատ մանրուքներ չեմ ուզում որպեսզի լինեն։ Դասավորեմ օծանելիքս եւ ձեզ ցույց տամ թե ես ինչ եմ օգտագործում։ Օգտագործում եմ Guess-ի օծանելիքը որպես ամենօրյա հոտ, այսինքն եթե առավոտյան արթնանում եմ, լվացում եմ, հագնում եմ, միանգամից այս օծանելիքն եմ փչում։ Ոյ, փոքրից չընկավ։ Այսինքն ինքը իմ ամենօրյա հոտերից մեկն է։ Պետք է գնալ խանութ, սա եմ փչում, այսինքն հացի համար։ Երեխաների հետևից մանկապարտեզ, սա եմ օգտագործում, քանի որ վերջացել է իմ ամենասիրելի սեդուկտիվը, Guess-ի, մի քիչ ամենացել, այսօր պահում եմ։ Այն քծիփ խասյատի համաձայն։ Այդպես իմ քծիփ խասյատի համաձայն ես նաև պահում եմ իմ այս ոնց էր այս դուխու անունը, լավի Էզբել Լանկոմինը, մի պստլիկ է մնացել հատուկ առիթների համար։ Բայց երբ որ պետք է շատ ավելի ազդեցիկ մարդկանց հետ հանդիպեմ, օգտագործում եմ այս օծանելիքը։ Սա Յոմալոնն է, English Pure and Frisia, շատ լավ հոտ է, ուղղակի քիչ մնացել։ Բայց երկրորդ անգամ ինձ թվում է ես իրեն ձեռք չեմ բերի, քանի որ չափից դուրս թանկա ու ինձ թվում է որ չկա այդպես սիրակարիքը, որ այդ գնով հենց դա ձեռք բերեմ։ Այստեղ ունեմ երկու օծանելիք, որոնք որ ձեռք եմ բերել չեխական այդպիսի կայք կա, այլիշ լեհական եւ չեխական կայք է։ Այնտեղ բարձրակարգ լյուքս դասի օծանելիքների անալոգներն են։ Նույն հոտերն են, ուղղակի այսպես շշերով, շշալցվում են սրանց մեջ ու սա ինձ մոտ Կարոլինա Հերերայի կապույտ կրունկով կոշիկն է, Good Girl-ը, իսկ սա Marc Jacobs-ի կանաչ պայուսակն է։ Ոչ մեկ դուրս չի գալիս։ Սկզբում, եթե անկեղծ լինեմ, ես օրիգինալ հոտերը շատ եմ հավանում, իրական հոտերը, բայց իրանք ինչ են, ինձ դուրս չեն գալիս, ինձ ավելի հաճելի էր, երբ որ ես ինձ վրա օգտագործում էի հենց օրիգինալ տարբերակը։ Երկու միջոց քրտնարտադրությունը կանխելու եւ թաքցնելու համար Rexona-ն հոտի դեմ է պայքարում, իսկ Driclor-ն օգտագործում եմ երևի թե շաբաթը 3 անգամ, ընդհանրապես քրտինքից ազատվելու համար թևատակի։ Լավ օգնում է, գիտեմ, որ շատերը վախենում են այն օգտագործելուց, ես խորհուրդ չեմ տալիս, որպես այդպեսին, որ գնաք օգտագործեք, չէ, ուղղակի ասում եմ, որ ես սա օգտագործում եմ, ես սա հավանում եմ։ Այստեղ Levon-ի օծանելիքն է, որը ձեռք է բերել ինքը Action-ից, ընդամենը 1 եվրոյով, ընդամենը 1 եվրոյով, ու ամեն օր դասի գնալուց ինքը սա անպայման իր վրա ցողում է նորագնում։ Եվ այստեղ ունեմ Chloe-ից օծանելիք, նմուշն է, ինչ որն է, Chloe Eau de Parfum Intense։ Մի խոսքով նկար կփակցնեմ այստեղ միտեղ, որպեսզի տեսնեք, շատ լավն է։ Ես սպասում ակցիաներ լինեն այստեղ կապված գարնանային տոների հետ ու անպայման ինձ համար ձեռք կբերեմ այդ օծանելիքը։
Ինչպես նաև ունեմ այսպիսի Բալիայից ալոե վերայով մարմնի լասյոն գել, ճիշտ է գել է, լասյոն չի։ Սա ինչի համար եմ ես օգտագործում։ Երբ որ ամռանը երեխաներին մոծակները խայթում են ու շատ է երեխաների մոտ խոր գալիս ցավում, ես երեկոյան իրանց անպայման լողացնելուց հետո սա քսում եմ իրանց մարմնին, որպեսզի այդ հանգստացնի։ Քանի որ ալոեի տոկոսը շատ մեծ է այս միջոցի մեջ, օգնում է հանգստացնում է երեխաների քորը, ես ինչ կատարում լույսիս հետ։ A few moments later. Ինչ էի ասում, հա, հանգստացնում է քորը ու թողնում է, որպեսզի երեխաները երեկոյան հանգիստ քնեն։ Ինչպես նաև կարելի առավոտյան քսել, ինքը շատ շուտ է ներծծվում մաշկի մեջ, մի այլ կարգի արագ։ Տեսեք, ես սա ձեռք եմ բերել անցյալ տարի ամառ, ընդամենը այսքան եմ օգտագործել, չնայած այն բանին, որ ես էլ եմ օգտագործում ու երկու տղաներիս համար եմ օգտագործում սա։ Ձմռանը նույնպես օգտագործում, երբ որ պետք է մարմինը լավ խոնավեցնել։ Սա ոտքի աղ է, սա կգնա լոգարան։ Այստեղ կթողնեմ միայն մոմ եւ Rituals-ի կամ Rituals, ինչպես է անվանում գրեք մեկնաբանություններում, հավաքածուն։ Ես այն դեռ չեմ պատրաստում օգտագործել, ինձ թվում է կպահեմ ամառվա համար, շավելիղ այն ամառ օգտագործել, որպեսզի անուշ հոտ գա մարմնի վրայից։ Ես նաև դարակի մեջ գտա Վիշի այս ռետինոլոս շիճուկը եւ հասկացա, որ այն ինձ մոտ բավական երկար ժամանակ է մնացել ու ժամկետն անցել է։ Ընդամենը 3 ամիս է պահպանման ժամկետը բացելուց հետո, ինձ թվում է շատ քիչ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ այստեղ ընդամենը 0.2% է ռետինոլի քանակը, իսկ այն բավականին թանկարժեք է, ինձ թվում է շատ անիմաստ է սա ձեռք բերել, իդեպ ես սա չեմ գնել, ինձ սա ժամանակին ուղարկել էր հենց բրենդը, բայց ես ձեզ խորհուրդ չեմ տա սա ձեռք բերել, նախ թանկ է, երկրորդը ռետինոլի տոկոսը շատ քիչ է այս շիճուկի մեջ, եւ օգտագործման ժամկետը 3 ամիս, իսկ ռետինոլը չի կարելի ամեն օր օգտագործել, մաքսիմում շաբաթը 3 անգամ անել մաքսիմում։ Ձեզ ասել է, որ պետք է զարդատուփը դասավորեմ բիժուտերիաների, բայց փոշմանեցին, քանի որ այնտեղ աշխատանքը չափից դուրս շատ է։ Իսկ Սուրեն այստեղ նստել այն կողքը խաղա խաղում ու սպասում է, թե ես երբ եմ գնալու իր հետ մուլտի դիտելու։ Այդ իսկ պատճառով, որպեսզի երեխաս երկար չսպասի, ես ձեզ մենակ արագ ցույց կտամ, թե ինչ եմ պատվիրել վերջերս Շեյնից, մոտ 1 շաբաթ առաջ, Շեյնից չէ, ներողություն, Տեմուից եմ պատվիրել։ Պատվիրել եմ այս հավաքածուն ականջողների, ոչ թե ամենօրյա կրելու համար կամ չգիտեմ ինչ, որովհետև իմ ականջները վերջին շրջանում չի ընդունում բացարձակ ոչ մի տեսակ բիժուտերիա, միայն արծաթ, անգամ ոսկուց է մռմռում։ Դրա համար սրանք զուտ պատվիրել եմ հոլովակների համար YouTube-ի, երբ որ նկարում եմ հայտնի անձանց մասին հոլովակներ, այնտեղ օգտագործում եմ, չնայած որ սա մազերիս հետևից տենց вообще չի ելել, շատ կոկլիկ է։ Ինձ այս հավաքածուից միայն այս մեկն է դուր գալիս, միայն սա, սրանք ընդհանրապես չեմ օգտագործում։ Իդեպ ասեմ, որակն էլ է շատ վատ է, եթե հետաքրքիր է ձեզ, ես անպայման նկարագրության բաժնում կամ մեկնաբանությունների բաժնում ձեզ համար կթողնեմ հղումները կամ ինչ որ ինֆորմացիա կտրամադրեմ իրենց վերաբերյալ, եթե ցանկանում եք ձեռք բերել, բավականին մատչելի են, բայց որակով չեն։ Ինչպես նաև իրենց հետ պատվիրել այսպիսի մատանիները լրիվ այլ տեսք ունեին նկարի մեջ, իրականում լրիվ այլ տեսք ունեն, այդքան էլ սիրուն չեն նկարի մեջ, ավելի հետաքրքիր եւ ճոխ են երևում, բայց ոչինչ։ Այս մեկը հավանում եմ շատ, այս մեկը շատ լավն է, սիրուն է։ Բայց չեմ օգտագործում ես այդպես, ես ընդհանրապես բիժուտերիա չեմ օգտագործում, ոչ ոսկի, ոչ արծաթ տան մեջ, ընդհանրապես իմ կյանքում ես իրենց չեմ օգտագործում, միայն նկարահանման համար է պետք սրանք ինձ։ Ինչպես նաև պատվիրել եմ այս 3 հավաքածու 3 ականջողները, որոնք մեկ հավաքածու էին, այս մեծ կաթիլ հիշեցնող գնդիկները շատ սիրում եմ ու իրենց փոքր տարբերակներ ունեմ, բայց չգիտես ինչի որոշեցի մեծը նաև վերցնել, երևի թե որ սև մազերից տակից չի երևում փոքր ականջողները։ Դրա համար որոշեցի ավելի մեծը պատվիրել, իրենք ծանր չեն, շատ թեթև են, հասարակ պլաստմաս է, բայց կարևորը որ գույնը չի թափվում։ Պատվիրել եմ նաև այս փուճուրիկներին, ճիշտ հավաքածուի մեջ է եղել, շատ սիրուն փուճուրիկ ականջողներ են, շատ գեղեցիկ նուրբ են այվում, ինչպես նաև այս մեծերն են, շատ գեղեցիկ, այդքան էլ մեծ չեն, բայց իսկապես շատ գեղեցիկ եւ շքեղ են այվում, ընդհանրապես հասարակ ականջողի էֆեկտ չեն տալիս։ Ինչպես նաև այս ակնոցներն եմ պատվիրել, որոնք ինձ բացարձակ չեն սազում, որոնք շատ նորաձև են, չափից դուրս նորաձև են հիմա, բոլորը ունեն, որակը զիբիլ է, շատ կոպիտ, դժվար է բացվում, փակվում, սա երկաթ է, թե ինչ է, մի խոսքով լավը չի, ձիգ է մի այլ կարգի, ինձ չի սազում։
Հիմա ես մի փոքր եթե ես գտնեմ նկարներ հեռախոսից մեջ տեսակնոցներով, կփորձեմ տեղադրել, որպես հասկանամ, որ ինձ ոնց չի սազում ու սա արդեն իմ որորդ սխալ ընտրությունն է։ Օնլայն գնումների ժամանակ, երբ որ ես ինձ համար փորձում եմ ակնոց գնել ու այդ ակնոցները ինձ ընդհանրապես չեն սազում եւ որոշեցի վերջ, սրանից հետո գնում եմ միայն խանութում փորձում եմ, դուրս գալիս է գնում եմ, չէ՞։ Ուրեմն ինտերնետից զակայս չեմ տալիս։ Մի խոսքով այսքան ժողովուրդ գնամ երեխաներիս հետ նայեմ նոր մուլտֆիլմ։ Դե քնելու ես թե չէ։ Չես քնելու։ Չէ, չես քնելու։ Այդ իմ մաքրի, որտեղ չես քնելու։ Այս ինձ քաշի գցի։ Ապրի սուրենը։ Սուպեր։ Երեխաներին տարամանկապարտեզ եկա տուն, սուրճս վայելեցի, իսկ այժմ շպարվում եմ, քանի որ պետք է տանից դուրս գամ, քանի որ ես մոտ 1 ամիս չէի շպարվել, ինձ համար այս process-ը պարզապես աննկարագրելի էմոցիաներ էր պարգևում։ Այժմ ես շպարվում եմ շատ քիչ, միայն ամենաանհրաժեշտ բաները՝ տոնային կրեմ, դուշ, հոնքեր, ինչպես նաև շուրթերը։ Շուրթերս ընդգծում եմ Miss շագանակագույն մատիտով, ինք ավելի բաց երանգ ունի, տաք չի, ամբողջ շուրթերս գծում եմ սրանով, միայն մեջտեղի հատվածն եմ թողում դատարկ, քանի որ այնտեղ օգտագործում եմ Maybelline-ի 30-րդ համարը միայն ներսի հատվածում մեջտեղում։ Այնուհետև վրայից սկսում եմ NYX-ի Butter Gloss-ի տիրամիսու համարը, այն շատ գեղեցիկ է համադրվում այս երկու միջոցների հետ ու նայեք ինձ սիրուն է։ Վերջում ավելացնում եմ նաև իմ ամենասիրելի ռումյանաները, որոնք ձեզ խորհուրդ եմ տալիս ձեռք բերել, դրանք Oriflame-ից են, եթե իհարկե լինի վաճառքում, քանի որ վաճառքից այն հանել են։ Այն շատ դելիկատ է, այսինքն շատ նուրբ է, գեղեցիկ է նայվում մաշկի վրա, ոչ մի ավելորդություն, ոչ մի, չգիտեմ, իդեալական ռումյանաներ են։ Մնաց միայն մազերս կարգի բերեմ, ինչպես նաև հագնվեմ եւ դուրս գամ։ Իսկ դուք մեկնաբանություններում գնահատեք իմ լուքը հավանում եք թե ոչ։ Եկել հասել էի Action միայն մեկ նպատակով գնելու հեռախոսիս համար պաշտպանի ճապակի, բայց չկար։ Տղամարդկանց բաժնի կողքով անցնելուց նկատեցի այսպիսի ակնոցներ եւ ինձ շատ դուր եկավ այս մի մոդելը, ինձ իսկապես սազում է, լուրջ եմ ասում։ Շատ է սազում, բայց ձեռք չբերեցի, որտեղ որակը լավը չէր։ Ու տեսեք ինչ եմ գտել։ Գիտար երեխաների համար պատրաստվում եմ ձեռք բերել ապագայում։ Եվ այստեղ մազերի խնամքի բաժնում գտա այսպիսի մասկա, հուսով եմ, որ լավն է։ Եկա տուն, հիմա ցույց տամ, թե ինչ եմ ձեռք բերել։ Այս դիմակն եմ գնել մազերի համար, եթե լավը լինի, ես անպայման հաջորդ վլոգներում ձեզ հետ կկիսվեմ դրա մասին, ինչպես նաև ձեռք եմ բերել այսպիսի սաներ, երևի թե ոչ թե մազերից համար, այլ շատ գլխամաշկի համար։ Հուսում եմ, որ այն չի վնասի մազերին ու գլխամաշկը։ Երկու այսպիսի մատիտներ եմ գնել երեխաների համար։ Իդեպ մենք հիմնականում, ճիշտ միշտ այս մատիտն ենք ձեռք բերում, շատ լավն են։ Լավ պիգմենտացիա ունի եւ փափուկ է ու լավ սրվում է։ Ինձ համար ածելի եւ երեխաների համար ներկիր ինքդ այսպիսի ալբոմ դինոզավրներ, որտեղ իրենք սիրում են դինոզավրներին ու իրենց մոտ ամեն ինչը պետք է նույնը լինի, ոչինչով չպետք է տարբերվեն։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ մնացիք մինչև վլոգի ավարտը։ Ես կսպասեմ ձեր մեկնաբանություններին, կպատասխանեմ բոլորիդ։ Ձեզ լավ օր եմ մաղթում, լավ մնացեք։